Արուշանյան արդեն փաստաթղթերը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցուցակում 99 թեկնածու է ընդգրկել, որը բավական քննարկման թեմա դարձավ։ Ինչու այդքան շատ։ Օրենք թույլ էր տալիս 99 հոգի ունենալ ցուցակում եւ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշում կայացրեց, որ ամբողջական ներգրավվածություն ենք ունենալու եւ մաքսիմում թիվ ենք ներկայացնելու։ Դուք որ 99-րդ համարն եք զբաղեցնում, օրինակ ձեր հետ մտերիմ անձնավորությունները, որոնք պիտի ձայն տան ձեզ, բայց գիտեմ, որ դուք ավականու անդամ երբեք չեք դառնալու։ Սա ինչ որտեղ ազնիվ կլինի։ Դե մենք սրանով ոչ թե ցույց ենք տալիս, որ գիտեք Արուշանյան Դավիթին ձայն տվեք, որպեսզի ինքը ավականի դառնա, շատ լավ հասկանալի է, որ չի դառնալու։ Վերջին համարները զբաղեցրել են մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, որոնք պաշտոններ են զբաղեցնում, Տիգին Բաղդասարյան, վարչապետի մամլոխոսնակ, ազգային ժողովի պատգամավորները, նախկին փոխնախարարը եւ այլ մեր գործընկերներ, իրենց ցույց տալու համար, որ մենք միասնական ենք, միասնական թիմով գնում ենք դեպի հաղթանակ ու այստեղ որևիցե մոլորեցնելու այդ ճիշտ կլիներ ձեր դիտարկումը, եթե օրինակ ես լինեի երկրորդ համարը, ոչ թե 99-րդ համարը։ Տիգին Բաղդասարյանը իր հարցազրույցում նշում էր, որ կան նաև նշանավոր մարդիկ, քաղաքում շատ հարգված, կուսակցությունից դուրս կան մարդիկ ընդգրկված այդ ցուցակում։ Այո, բնականաբար մեր ցուցակը կազմված է, հասկանալի է 99 հոգանոց ցուցակ է, բայց մեր ցուցակի մեջ կան եւ բժիշկներ, եւ մանկավարժներ, եւ սպորտսմեններ, քաղաքում հարգանք վայելող անձնավորություններ, պետական ծառայողներ նաև ունենք ցուցակի մեջ, ինչպես մենք ենք, այո, ցուցակը շատ խոստումնալի ցուցակ է։ 9 քաղաքական ուժ արդեն պաշտոնապես հայտարարել է իր մասնակցության մասին, բայց մենք արդեն իսկ վաղուց քարզարշավը կարելի ասել սկսված է, թեկուզ եւ ոչ օրինական, որոշակի դիտարկում արդեն արել եք, թե ովքեր են քաղաքապետի ֆավորիտ թեկնածուները, ով կարող է լինել մեր Սարիգի գլխավոր մրցակիցը։ Մենք բնականաբար 9 թեկնածուներ են մասնակցում ընտրություններին եւ մրցակցություն կա, բայց այսպես ֆավորիտներ չառանձնացնեմ, մենք կենտրոնանում ենք մեր թեկնածուի վրա եւ մեր ուժի վրա եւ գնում ենք դեպի հաղթանակ։ Դուք ձեր հարցազրույցներում միշտ այն միտքն եք շոշափում, որ կան ամեն դեպքում երկու մրցակիցներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ ընդդիմադիրներն են, եւ շատ հաճախ տեսնում եք այդ ընդդիմադիրների հետևում կանգնած ուժերի, երկու նախկին նախագահներին, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բայց հենց այդ միտքը հնչեցնում եք, անմիջապես ձեր ընդդիմախոսներն ասում են, որ այդ թեկնածուների մեջ ամենանախկինը Սարիկ Մինասյանն է, որովհետև նա անմիջապես կապված է Միքայել Մինասյանի ընկերոջ հետ, նա է հովանավորում ինչ որտեղ նրան Սարիկ Մինասյանի դե բնականաբար ինչ որ բան պիտի փորձեն Սարիկ Մինասյանին կպցնել ու փորձում են նման արադավորող բաներ կպցնել, բայց շատ ճիշտ ընկալել են, որ այդ արադավորող բաներ են եւ եթե խոսքերով են կպնում այդ նախկին հասկացողությունները փորձում են խոսքերով ասել ու կպցնել Սարիկ Մինասյանին, մենք գործնականում տեսնում ենք, որ ում թիկունքում որ ուժերն են կանգնած ու այստեղ գյումրեցիներին մոլորեցնել էլ պետք չի, շատ լավ գյումրեցիներն էլ են տեսնում, թե ում թիկունքում որ նախագահն է կանգնած նախկինի Սարիկ Մինասյանի թիկունքում այսօր կանգնած է շատ ցիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ վստահ քայլերով գնում է առաջ։ Այստեղ բերել նախկինների կողմից Սարիկ Մինասյանին դարձնել նախկին մի քիչ զավեշտի մոտ իրավիճակ է ստեղծում։ Բայց օրինակ Մարտուն Գրիգորյանը իր հարցազրույցում ասում էր, որ Սարիկ Մինասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, անգամ ես նման տեղեկություն չունեմ, Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եւ այլ որևիցե տեղեկություն մեզ հայտնի չէ։ Մարտուն Գրիգորյանը ասել է Սարիկ Մինասյանի մասին, այդ մասը իր հարցազրույցի մեջ ես նման որևիցե տեղեկություն չունեմ եւ չեմ կարող
ասել, որ Սարիկ Մինասյանը, ես գիտեմ, որ Սարիկ Մինասյանը այլ կուսակցության, ոչ թե կուսակցության անդամ, այլ խմբակցության падգամավոր է եղել եւ չի եղել կուսակցական։ Այսօր Սարիկ Մինասյանի կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Լարված մթնոլորտ կա, թե դա չափազանցություն է, այդպես մամուլն է բնութագրում կամ մայրաքաղաքում նստածներն են, որոնք նման տպավորություն են։ Դե քանի որ տեխնազուները շատ են, 9 տեխնազու ունենք ու այդ տեխնազուների մեջ նաև կան դերակատարներ, որոնք որոշակի շրջանակներում ազդեցություններ ունեն, բնականաբար ընդհանուր իրավիճակը կարելի է ասել ոչ թե լարված է, այլ նախընտրական է ու անցնում է որոշակի, չասեմ խնդիրներով, բայց որոշակի լարվածությամբ, այդպես ասեմ։ Նախընտրական գործընթաց է, չեմ կարծում, որ որևէ ընտրություններ, նույնիսկ այն ամենաժողովրդավար երկրներում անցնում են տոնական միջոցառումների շրջանակներում։ Ինձ հետաքրքիր է, որտեղից քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ կան ինքնավստահություն, որ Գյումրիում հաղթանակ է տանելու։ Բազմիցս հայտարարում եք այդ մասին։ Նկատի ունեմ այն, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է միշտ եղել, իր կեցվածքը ցույց է տվել բոլոր իշխանություններին եւ ընտրություններում միշտ անակնկալներ մատուցել է։ Նախ ինքնավստահությունը հենց այդ է, որ գյումրեցիները միշտ իրանց խոսքը հստակ ասել են, ու ինքնավստահությունը մեր արված աշխատանքի, արվելիք աշխատանքի, նոր ծրագրերի վրա է եւ վստահությունը մեր գյումրեցիների վրա է։ Գյումրեցիները շատ լավ տեսել են իրենց կյանքի փոփոխությունները, իրանք տեսել են իրենց քաղաքի փոփոխությունները եւ վստահ են, որ գյումրեցիները հենց այն ժամանակ էլ որ որևէ ընտրությունների ելքերը Գյումրիում հնարավոր չի եղել կանխատեսել, մի բանի համար, որովհետև գյումրեցին հստակ տեսել է, թե այդ մարտիկ ու այդ ուժերը Գյումրիում ինչ են արել ու ինչ են անելու, տեսել են, որ որևէ բան չեն արել ու չեն անելու, ընտրություններում չեն հաղթել այդ ուժերը, իսկ հիմա մենք վստահ ենք, որովհետև տեսնում ենք մեր արած աշխատանքը, տեսնում ենք ժողովրդի կողմից քննադատանը մեր արած աշխատանքի ու մեր վստահությունը հենց մեր վրա է, յուրաքանչյուր գյումրեցու վրա է, որովհետև գիտենք, ել եմ ասում, գյումրեցին միշտ շատ կշռադատված ու հստակ որոշումներ է կայացնում, հաշվի առնելով նախկին աշխատանքը, ներկա աշխատանքը եւ կատարվելիք այն ծրագրերը, որոնք լինելու են Գյումրիում։ Դուք հայտարարում եք, որ չեք թույլ տալու կրիմինալ ուժերը նորից հետ գան Գյումրի։ Կոնկրետ Տիգին Բաղդասարյանը այս մասին հայտարարություն արեց ազգային ժողովում, մատնանշելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս ձևով չեք թիրախավորում այդ տեխնազուին եւ չեք գտնում, որ ամենաուժեղ մրցակիցը հենց նա է ձեր Սարիգին։ Ես բնորոշումներ չեմ տալու ասեմ, որ կամ ասեմ ով է ավելի ուժեղ տեխնազու կա, ով է ավելի թույլ տեխնազու։ Մեր համար բոլորն են մրցակիցներ են եւ ընտրությունների արդյունքը թույլ կտա, իսկ այն որ Գյումրիում նախկին իշխանությունների վերադարձ չի լինելու, այդ հստակ արդեն 18 թվականին է ժողովուրդը որոշում կայացրել եւ այդ ճանապարհով շարունակում է առաջ գնալ։ 21 թվականին էլ նույն ճանապարհով է առաջ գնացել եւ 25-ին ու 26-ին է նույն ձևով առաջ գնալու։ Ես ասում եմ իմ վստահությունը, որ այսպես խոսում եմ, իմ ժողովրդի վրա է, իմ վստահությունը ոչ թե իմ անձի կամ մեր ընդանուր թիմի անդամների, բնականաբար վստահությունը շատ մեծ է, բայց ես վստահում եմ գյումրեցիներին ու գյումրեցու որոշումը։ Քանի որ խոսեցի նախկին քաղաքապետից, նախկին քաղաքապետը վերջերս հայտարարում էր, որ եթե Երևանյան կաբինետներից ինչ որ ուժեր չգան ու խառնակցություն չանեն Գյումրիում, ոչ մի լարվածություն չի լինի։ Նորմալ կընթանա։ Ես նույն ձևով ասել եմ, որ չի կարելի գալ Գյումրիում խառնակցություն անելու գնալ եւ հստակ երևում է մեր ընդդիմադիր դաշտի խաղացողների ոչ Գյումրու, այլ ընդանուր ազգային ժողովի երկու խմբակցությունների, նախկին երկու նախագահները երևում են այս ընտրությունների հետևում, որովհետև ոչ մեկ չի կարող ինձ համոզել, որ Գյումրու պես կարևոր քաղաքում ազգային ժողովի երկու խմբակցությունները ներգրավվածություն չունեն, երկու նախագահները ներգրավվածություն չունեն։ Ուզում եք ասեք, որ Գյումրու պես կարևոր ընտրություններում մասնակցում է քաղաքացիական պայմանագիրը, կոմունիստական կուսակցությունը եւ հազոր համայնք
հզոր համայնք կար մի հատ ու այսինքն ուժեր, որոնք որպես այդպեսին այդքան էլ հայտնի չեն։ Այո, կան դաշինքներ, որոնց մեջ եղած կուսակցություններ կան հայտնի, բայց խորհրդարանական ընդդիմությունը առաջի դեմքերով ներգրաված չէ։ Այդ որից մեկը ինձ հակառակը չի կարող համոզել, որ իրանք հետաքրքրություն չունեն 26-ից առաջ Գյումրու պես կարևոր ընտրություններին մասնակցություն ունենալու։ Եվ այդ ամենը նաև տեսնում են մեր գյումրեցիները եւ շատ լավ հասկանում են, թե նույնիսկ ամեն նախագահ քանի տեխնազոյով է մտել Գյումրիում ընտրապայքարի մեջ։ Ամեն դեպքում նախկին քաղաքապետը նկատի ունի կառավարության անդամների։ Կառավարությունը մի գործառույթ ունի այստեղ, որպես կառավարություն, տարանջատենք այստեղ կառավարությունը մի գործառույթ ունի, ինչպես միշտ կազմակերպել արտար թափանցիկ ընտրություններ, որպեսզի ունենան լեգիտիմ քաղաքապետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էլի գործառույթ ունի քարոզարշավի միջոցով իր արարված աշխատանքի ցույց տալու, արվելիք աշխատանքը ցույց տալու նախընտրական ծրագրով մեր տեխնազոյին հաղթանակ ամեն ինչ անել, որպեսզի այդ տեխնազոն ունենա հաղթանակ, ամեն ինչ անել է մի շատ լավ վերնագիր է դառնալու քննադատական խոսքեր են հնչելու տարբեր ուժերի կողմից, ես ի նկատի ունեմ ցույց տալու մեր նախընտրական ծրագիրը կետ առ կետ, ցույց տալու են աշխատանքները, որոնք Գյումրիում արվել են ու շարունակվելու են անել։ Վերջը դա ամեն ինչը միայն Գյումրիի մասին չէ, այդ ամեն ինչը յուրաքանչյուր գյումրեցու մասին է։ Մեր դպրոցների մանկավարժները շատ լավ իրենց մաշկի վրա զգում են մեր իշխանության տված հնարավորությունները ատեստավորման միջոցով աշխատավարձերի բարձրացում, այստեղ մենք չենք խոսում միայն Գյումրիում ներդրվող գումարների մասին, որոնք ահռելի են։ Էլ եմ ասում միայն դոտացիան 2017 թվականի եւ 25 թվականի 100%-ից ավել աճել է, 4 միլիարդից ավել դոտացիա ունենք մենք, ու այդ ամեն տարի տրվող գումարներն են եղել։ 11.9 միլիարդի չափ է եղել 18 թվականին, 4 միլիարդից ավել 25 թվականին է, այդ անցյալ տարի եղել է 3.5 միլիարդ, այդ ամեն տարի տրվող գումարներն են, սուբվենցիոն ծրագրերը, որոնք ահռելի ծավալների են հասել Գյումրիում, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով արվելիք աշխատանքները, բոլորը տեսնում են գյումրեցիների աչքի առաջ այդ փոփոխությունները։ ՎԶԲ ծրագրերով Գյումրիում 58 թաղամասի ամբողջությամբ ասֆալտապատումը ուղիղ կառավարության միջամտությամբ գումարներով հրատապով կառուցված շատ ու շատ շենքեր, վերանորոգումները, դպրոցների, որը էլի քաղաքի քաղաքապետարանի գործառույթ չէ, բայց այդքան կառուցված դպրոցների վերանորոգված դպրոցների, հետո չդարձնեն թե մարզպետը 0-ից կառուցած դպրոցի մասին է խոսում, մարզպետը խոսում է վերանորոգում ունեցած, հիմնանորոգում ունեցած դպրոցների մասին, մարզպետը խոսում է նաև այն մանկապարտեզների, որոնք երկար տարիներ չեն կառուցվել ու տնային մանկապարտեզներ են եղել, մենք արդեն շուտով Գյումրիում եւս մեկ-երկու մանկապարտեզ նորաբաց կունենանք։ Քաղաքացիները դա ամեն ինչը շատ լավ տեսնում են ու իրենք իրենց քննադատական տալու են, այդ ին վստահություն հենց դրա մեջ է, որովհետև մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեր իշխանությունը հայացքը 18 թվականից հետո թեքել է դեպի համայնքներ, վարում է համայնքների համաչափ զարգացման ծրագիր եւ այդ ամեն ինչը համայնքի բնակիչները շատ լավ տեսնում են։ Համոզել մարդկանց այլ բանի մեջ հնարավոր չի, մանավանդ գյումրեցիներին հնարավոր չի ստիպել, պարտադրել, խաբել կամ այլ բան ցույց տալ, այլ բան անել։ Գյումրեցին հստակ տեսնում է ամեն ինչ եւ իր խոսքը վստահ եմ շատ կշռադատված կասի մարտի 30-ին։ Պարոն Արուշանյան, օժանդակող ուժեր չունեք, որոնք ընտրություններում ձեզ կօգնեն ձայներ հավաքելու։ Մենք նման ճանապարհով չենք գնում, այդ ճանապարհը մերը չէ, մենք դրա համար եմ ասում 2 ուժ կա 8 տեխնազի 9 տեխնազուների մեջ, մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ենք, այլ օժանդակ ուժեր, գուցե այդ ուժերն են փորձում ներկայանալ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության արբանյակներ, որովհետեւ կարողանան ձայներ տանել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, բայց ես մեր դիտողներին հստակ ասում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը որևիցե արբանյակներ չունեն,
չունի եւ այդ ճանապարհով մենք չենք գնում։ Մեր ամենաուժեղ զենքը նաեւ որ մենք մեր քաղաքացիների հետ ազնիվ ենք եւ հստակ պաշտոնապես հիմա ասում եմ, որ այն ուժերը, ովքեր կներկայանան կամ կփորձեն իրենց ցույց տալ Նիկոլ Փաշինյանի համակիր, ցույց տալ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիր, վստահ ասում եմ, մենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն չունենք եւ չենք էլ ունենալու եւ մեր տեխնազուն Սարիկ Մինասյանն է, մեր կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Պատահական նախորդ հարցադրումը չարեցի, ահա զանգեր ենք ստանում, որ քրեական ենթամշակույթ ունեցող որոշ անձիկ ներգրավվելու են այս գործընթացի մեջ, մասնավորապես այն անձիկ, որոնց քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք դատարաններում է նրանց գործը եւ մոտավորապես այսպիսի մի պայմանավորվածություն կա։ Կդանք ձեզ ազատություն, մեզ ձայն բերեք։ Ձայն բերում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մի դիրքորոշում։ Յուրաքանչյուր քաղաքացուց մենք ակնկալում ենք մեկ ձայն։ Ավել ձայն բերողների հասկացողությունը վաղուց անցել է արդեն։ 50 ձայն, 100 ձայն, 500 ձայն, այդ մարդկան ժամանակահատվածը վաղուց անցել է արդեն։ Մենք կարողացել ենք ժողովրդին ցույց տալ, որ ընտրությունների մասնակցությունը խիստ կարևոր է, որոշողը դուք եք ու յուրաքանչյուր ձայն վճռորոշ կարող է լինել։ Եվ մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ այլևս հնարավոր չէ ընտրությունները կեղծել, այլևս հնարավոր չէ ընտրություններին ձայն բերել, ձայն տանել, այդ հասկացողությունները վաղուց վերջացել են։ Հիմա յուրաքանչյուր մարդ մտնում է քվեախցիկ, որտեղ ինքը մենակ է ու ինքը իր խղճի հետ, ժամանակ ունի մտածելու, կշռադատելու, ինչու՞ չէ նաև բացառության սկզբունքով առաջնորդվելու, ունի հնարավորություն ինքը այս 15 օրվա ընթացքում նաև վերլուծելու արված աշխատանքը, որ ուժը ինչ նախընտրական ծրագիր է առաջարկում, որ ուժը ինչեր ունի արած, մենակ խոստումներով չէ, էլի, որ եկանք, արեցինք, տեսեք ինչ գալու ենք ու անենք, չէ, նաև վերլուծվի, թե այդ ամբողջ անցած ճանապարհը որ ուժը ինչ քաղաքականություն է վարել դեպի յուրաքանչյուր քաղաքացու։ Եվ իրենք կատարեն իրենց ընտրությունը, այսօր մարդկանց ձեր բնորոշումները տված հեղինակությունների ուղղորդումները որևէ ձևով չի աշխատելու։ Գուցե եւ հակառակ էֆեկտը տա, որովհետեւ մեր մարդիկ 18 թվականին մերժել են այդ նման բարկ ունեցող անձնավորություններին, վստահ եմ 25-ին եւս կմերժեն։ Եթե ընդդիմադիր տեխնազու ընտրվի որպես քաղաքապետ, պատրաստ եք աշխատելու։ Ետեները չեմ մեկնաբանի, մենք գնում ենք հստակ վճռորոշ քայլերով դեպի հաղթանակ եւ մարտի 31-ին կզրուցենք այս մասին։ Շնորհակալություն։